Մարալիկի թիվ 1 դպրոցի 5-րդ A դասարանն անվանակոչվեց ապրիլյան քարոզիայի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով։ Դասարանի բացման պատիվն ընձեռնվեց հերոսի հորը Ալեքսանդր Աբաջյանին։ Արցախի եւ ազգային հերոսների շարքը կհամալրվի եւս մեկով։ Դատարկ շրջանակում տեղ կգտնի 19-ամյա Ռոբերտի լուսանկարը։ Անոխակալ եւ բարեգութ գթակ վարարչական սիրովդ իհոգի սանգուցյալ ծառայից կոչ։ Եվս առավել հիշյատեր ըսոքի Աբաջյան Ռոբերտ անուն զինվորյալ ծառայիքով։ Եվ հավերժացրինք, որ Ռոբերտով Աբաջյանը իրոք մեզ հետ է։ Այսօր այս դասարանը բացելով դասարանը այդ բար առհավատյան է այդ իրականության։ Կյանքի 20-րդ գարունը չտեսած ու հայրենիքի համար հերոսացած Ռոբերտ Աբաջյանի արմատները Մարալիկից էին։ Արյան կանչով նա միշտ էր հյուրընկալվում այստեղ։ Ազգականները նրան մինչ օրս հիշում ու բնութագրում են որպես աշխույժ, կենսախինդ, ընկերասեր ու բարեկամասեր երիտասարդի։ Ռոբերտը սկրում էր այդ բոլոր արժեքները։ Ազգասեր էր։ Մարալիկ էր մտնում, բոլոր Աբաջյանների տները պիտի շրջեր։ Աբաջյան ազգանունը ժամանակի լեզվով ասեմ, բրենդ էր իրեն համար։ Ցավը խորն է, վերքը չսպիացած։ Սեփական օրինակով սերունդներին թողած պատգամը սակայն մնայուն է։ Ապրիլի 2-ին Ռոբերտն ընկերների հետ ավելի քան 2 ժամ համառորեն մարտնչում էր թշնամու 300 հոգանոց խմբերի դեմ։ Չնայած հրահանգին Ռոբերտը չի նահանջում, այլ նռնակը ձեռքում պահած պայքարում է մինչև վերջին շունչը, իր հետ սպանելով նաև գրոհող թշնամուն։ Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն, Ռոբերտ Աբաջյանը նռնակն ափի մեջ է թաքցնում։ Ձեռն առաջ բարձում իբրև հանձնվում է, թույլ տալիս, որ մոտենա ու իր հետ միասին նռնակով պայթեցնում թշնամու զինվորներին։ Նա կենթանի է, նա մեզ հետ է, նա հավերժ մեզ հետ է, ինչպես մեր բոլոր ազատամարտիկները, մեր հարկարժան բոլոր հայ հերոսները։ Ինչպես բոլորն էին նրան անվանում, Կյաժի ու իր նման հերոս տղաների շնորհիվ են այսօր անառիկ մեր սահմանները։ Հերոսի մահով ընկած երիտասարդի ծնողն այսօր հպարտությամբ է տանում իր վիշտը։ Խոսքեր սակայն չի գտնում արտահայտելու զգացածը։ Հուզմունքը իմ մեջից դուրս չի գալի, միտեղ հպարտությունը զգում եմ, հպարտություն է դա իրականում, բայց որ հուզմունքն էլ կա մի կողմից խեղդում է, չես էլ կարում խոսաս, ուղղակի որ Ռոբերտին հիշում են եւ նա չի մոռանում, միտեղ ես ինձ լավ եմ զգում, որ նման միջոցառումներ ալնում, հերոսին հիշում են, հավերժացնում են։ Դեռ ինչքան գարուններ պիտի բացվեին, որ չբացվեցին, սակայն ապրիլյան քարոզիայի ժամանակ հերոսներն ընկան, որ անմահանան։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։